Հոգին չի գուշակում ապագան, նա քայլել է այնտեղ, ուր դու դեռ միայն երազում ես հասնել։ Նրա համար վաղը փակ դուռ չէ, այլ արդեն ապրած մի լուռ ճանապարհ։ Նա չի մտածում, չի կասկածում, չի համեմատում, նա պարզապես զգում է, և այդ զգացումը ինչպես անտեսանելի ձեռք մեղմորեն տանում է քեզ առաջ, իսկ միտքը միշտ մի փոքր ուշացած է։ Նա ապրում է անցյալի մեջ, հավաքում է բեկորները, դասավորում, անուններ տալիս, փորձում է հասկանալ ինչ է իրականը, բայց իրականը չի պահվում բառերի մեջ, այն չի տեղավորվում սահմանումների մեջ, այն ապրում է այնտեղ, որտեղ լռությունն է խոսում։ Հոգին չի խոսում բառերով, նա չի բացատրում, նա շշնջում է զգացողություններով։ Երբեմն մի խաղաղ «ուզում եմ», որի արմատները չես գտնում։ Երբեմն մի անբացատրելի ձգտում, որ քեզ տանում է անհայտի կողմը։ Երբեմն մի ներքին հնչյուն, որ գալիս է ավելի շուտ, քան միտքը կհասցնի հարցնել ինչու։ Եվ հենց այդտեղ է գաղտնիքը։ Ամեն ինչ սկսվում է զգացողությունից՝ մաքուր, անաղարտ, կենդանի։ Հետո միայն միտքն է փորձում հասնել նրան, թարգմանել, ձև տալ, իսկ երբեմն աղավաղել նրա պարզ ճշմարտությունը։ Այն, ինչ դու կոչում ես հույզեր, հաճախ կորցրած զգացողություններ են։ Նրանք անցել են վախերի, սահմանների, օտար ձայների միջով ու մթագնել են։ Բայց եթե մի պահ կանգնես, եթե չվազես, եթե չշտապես ամեն ինչ բացատրել, կարող ես նորից լսել աղբյուրը, այն լուռ, մաքուր տեղը, որից ամեն ինչ ծնվում է։ Հոգին գիտի քո ճանապարհները, գիտի թե ում կհանդիպես, ինչ դասեր կբացես, որ վախերը կվերածես ուժի, նա արդեն տեսնում է քեզ այնտեղ, որտեղ դու դեռ նոր ես պատրաստվում հասնել, և ամենակարևորը վերադարձնել այդ կապը, ոչ աշխարհի հետ, ոչ ուրիշների սպասումների, այլ քեզ հետ, քո ներսի այն լուռ գիտելիքի հետ, որը երբեք չի մոլորվում։ Երբ լսում ես հոգուն, կյանքը դադարում է պայքար լինել։ Միտքը այլևս չի փորձում կառավարել անհայտը, նա հանգիստ ծառայում է, արտահայտում է այն, ինչ հոգին վաղուց գիտի, և այդ ժամանակ ծնվում է ուժը, պարզությունը, խաղաղ վստահությունը։ Դու այլևս չես փնտրում ճիշտ ճանապարհը, դու պարզապես քայլում ես քո ճանապարհով։